Ինչ է նշանակում, որ մենք չենք մարտնչում այրան եւ մարմնի դեմ, այլ պայքարում ենք մենք իշխանությունների եւ պետությունների դեմ։ Ով է սատանան եւ ով է այս անտեսանելի թշնամին, որի մասին այսօր Պողոս առաքյալը մեզ կբացատրի։ Գիտեք, հոգեվոր պատերազմը իրականում լուրջ պայքար է, իրականություն է քրիստոնյայի համար։ Եվ մինչև ճիշտ չսահմանես թշնամուն, ճիշտ չհասկանաս նրա հնարքները, նրա բոլոր կարողությունները, չես կարողանալու նրան հաղթահարել։ Շարունակեք դիտել, որպեսզի սովորեք ավելի։ Բարի գալուստ եւ ողջունում ենք ձեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այսօրվա սերտողության վերնագիրն է Աստծու զինվորը մարտի դաշտում։ Ուսումնասիրենք մենք Նամակ Եփեսացիներին 6-րդ գլխի 10-ից 13 համարները։ Ուսումն այնքան կարևոր է, որովհետև քրիստոնյաները, պատկերացրեք, կան նրանք քրիստոնյաներ, կոչյալներ, մարդիկ, ովքեր իրենց համարում են քրիստոնյա, բայց չեն հավատում սատանու գոյությանը։ Եվ դա ամենամեծ վտանգն է եւ պարզապես մի անխելք իրավիճակ, որովհետեւ եթե չես ընդունում թշնամուն, չես հավատում նրա գոյությանը, պարզապես ինչպես կարող ես պայքարել նրա դեմ։ Եկեք հիմա մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի ամենակալ մեծ սուրբ անունով։ Շնորհակալ ենք այսօրվա սերտողության համար, այս հնարավորության համար։ Աղոթում ենք մեզ զորացնես քո խոսքերով, աշակերտես մեզ քո խոսքերով եւ աղոթում ենք մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, որպեսզի նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ օգնես, որպեսզի բոլորս իհարկե աճենք ու զորանանք քո խոսքերով։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով։ Ամեն։ Հարգելիներս, մի կարևոր կետ կա այստեղ շեշտելու, որ ճշգրիտ հասկացողությունը բերում է ճշգրիտ լուծման։ Ճշգրիտ հասկացողությունը բերում է ճիշտ մոտեցման եւ հասկացողության։ Եկեք հիմա մենք կարդանք 10-րդ համարից մինչև 13 համարները ու անցնենք մեր սերտողության։ Ուրեմն Պողոս առաքյալը գրում է. այսուհետև զորացեք Տիրոջով ու նրա զորության ուժով եւ Աստծու սպառազինությամբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել, որովհետև մեր պատերազմն այրան եւ մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Դրա համար Աստծու սպառազինությունը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով հաստատուն կանգնել։ Հարգելիներս, Պողոս առաքյալը մեզ բացատրում է մեր ուժի աղբյուրը, որտեղից է մեր ուժը գալի, ում վրա պետք է հենվենք, ով է թշնամին, ինչ է անում թշնամին եւ լուծումը եւ մոտեցումը։ Պարզապես հարգելիներս, այսօր կսկսենք խոսել նախ ոսոխի մասին, ով է սատանան, ով է այս անտեսանելի էակը, որ մեր համար պատուհաս է եւ պարզ ասած Աստծու ստեղծագործությանը վնաս հասցնողը։ Առաջի հերթին եկեք կարդանք Պետրոսի նամակից, առաջին նամակից 5-րդ գլուխ 8 համարում, որպեսզի մի քիչ ավելի լավ պատկերացնենք, թե նա ով է որպես էակ։ Ասում է զգոն եղեք, արթուն եղեք, որովհետև ձեր թշնամին սատանան մռնչացող այռուծի պես շրջում է եւ փնտրում է, թե ում է կուլ տալու։ Մռնչացող այռուծ, սատանան, մեր թշնամին եւ նրա նպատակը, որ մեզ փորձում է կուլ տալ։ Հասկանանք, որ սատանան չի ուզում, որ մարդկությունը գոյություն ունենա, որովհետև Աստված մարդուն ավելի բարձր կարգեց հրեշտակներից եւ սատանու համար սա ընդունելի երևույթ չի։ Եվ նա ով է։ Պարզապես հարգելիներս ասեմ, եթե նոր եք ծանոթանում Աստծո խոսքին, նոր եք սովորում, կարող եք մի քանի համարներում սովորել եւ ավելի լավ հասկանալ նրա մասին, բայց ես կարճ կերպով կամփոփեմ սա։ Ուրեմն կարող եք հին կտակարանում կարդալ Եսայայի մարգարեության մեջ 14-րդ գլուխ 12-ից 15 համարներ, Եզեկիելի մարգարեության մեջ 28-րդ գլուխ 12-ից 17 համարներ եւ Հայտնության գիրք նոր կտակարանում 12-րդ գլուխ 7-ից 9 համարներ։ Հարգելիներս, ուրեմն կարճ կերպով ամփոփեմ։ Սատանեն Աստծո ստեղծագործությունն է, նա հրեշտակ է, նա ապրում էր դրախտում,
բայց քանի որ ինքը բավականին շատ գեղեցիկ հրեշտակ էր, այդ գեղեցկությունը նրան պատճառ եղավ, հպարտություն առաջացավ եւ որոշեց նա ապստամբել, դեմ դուրս գալ Աստծուն եւ համոզեց, որ իր հետ 1/3 հրեշտակները միանան, որպիսի տապալեն Աստծուն եւ նա լինի Աստված, որ բոլորը ծնկի գան նրան երկրպագեն։ Բայց ձեզ ասեմ, եթե մտածենք մենք տրամաբանորեն, ինչ հնարավորություն կար ստեղծագործություն մի հատ, ստեղծված մի էակ, մի էություն, ինչպես է պատկերացնում, որ կկարողանար հաղթահարել իր արարչին։ Չէ որ դա լրիվ հիմարություն է նույնիսկ ասած, բայց միևնույնն է, այս էակը, այս էությունը, այս հրեշտակը պարզապես ըմբոստացավ եւ պատերազմի դուրս եկավ Տիրոջ դեմ։ Պարզա հետևանքը ինչ պետքա լիներ՝ պարտություն։ Եվ Աստված նրան աքսորեց այս աշխարհ։ Իր հետ միասին 1/3 հրեշտակներին։ Այս համարները որ ուսումնասիրեք, կկարդաք եւ կսովորեք դրա մասին, եւ քանի որ մեր համար անհրաժեշտ է կենցաղը նրա հասկանալ եւ հասկանալ նրա մոտեցումը եւ թե ինչպես է նա հարձակվում, հարկավոր է որ հասկանանք նրա սկզբաբանությունը, ով էր եւ ինչպես հայտնվեց նա, ինչու է այս աշխարհում։ Դա էլ ենք նշելու եւ խոսելու դրա մասին, որովհետեւ հարգելիներս ասեմ, որ սատանեն նրան մի անգամից չոչնչացրեց, այլ աքսորեց նրան։ Ինչու՞։ Տեսեք, մի գաղափար գոյություն ունի։ Եթե Աստված ստեղծել է մարդուն եւ տվել է ազատ կամք, ուրեմն դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ պետք է ընտրություն ունենաս։ Եվ այդ ընտրության մի մասը փաստորեն կարող ենք հասկանալ, որ քանի որ կա բարին, նաեւ պետքա լինի չարը։ Եվ դրա համար Աստված նրան չոչնչացրեց, թույլ տվեց մնա, որպեսզի մենք ընտրենք մեր ազատ կամքով, թե ընդունում ենք Տիրոջը, թե ընդունում ենք հակառակ տարբերակը։ Եվ ինչպես տեղի ունեցավ այս ամենը։ Փաստորեն սատանեն լինելով այս աշխարհի վրա, Ադամն ու Եվան արդեն Աստված ստեղծել էր Ադամին եւ Եվային, եւ նրանց դրեց Էդեմի պարտեզում, Էդեմի պարտեզում էլ երկու ծառ կար, որը Աստված ասեց հեռու մնացեք, արգելեց նրանց, որից մեկը այս չարի եւ բարի գիտության ծառն էր եւ այն դրա պտուղը արգելեց, որ օգտվեն ուտեն, բայց ինչ տեղի ունեցավ, սատանեն եկավ օծի պատկերով, սողալով, այսինքն այն ժամանակ ձեռներ ուներ, ոտքեր ուներ պարզապես, Աստծո խոսքը այդպես է բացատրում մեզ, եկավ եւ շատ խորամանկ կերպով խաբեց Եվային, ինչ ասեց, եթե ուտես կնմանվես Աստծուն։ Եվ նույն մեղքը, որը ինքը ընկավ այդ մեղքով, պատճառ եղավ, որ Եվան նույնպես այդ մեղքի պատճառով նաև նա էլ ինքը ընկներ։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Պաստորեն Ադամն էլ նույն մեղքը գործեց, երկուսով ընկան, Աստծո կատարյալությունից նրանք ընկան եւ Աստված նրանց վռնդեց, աքսորեց Էդեմի պարտեզից։ Ուրեմն ինչ է նշանակում, հարգելիներս։ Պաստորեն սատանեն գալիս է եւ մեզ մտքերով, կասկածանքներով, երկմտության միջոցով, այսպիսի հնարքներով են ապայքարում։ Եվ ինչ է ասում Աստծո խոսքը, անցնենք ուրեմն նորից Պողոս առաքյալի գրվածներին, ասում է, որ եւ Աստծո սպառազինությամբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Այսինքն, եթե նա գալիս է, ինչպես է նա գալի, ում միջոցով է գալի։ Սատանեն անհավատի, անապաշխարած եւ մեղքի մեջ թաթախված մարդկանց միջոցով է իր աշխատանքները կատարում։ Եվ մենք որտեղ գիտենք եւ որտեղից կարող ենք դա սովորել եւ հասկանալ դրա մասին։ Եթե մեր հետ ուսումնասիրում եք նամակ Եփեսացիներին, գիտեք, որ դա գրված է 2-րդ գլխի 2-րդ համարի մեջ, կարդամ ձեզ, որպեսզի մենք ճիշտ հասկանանք Աստծո խոսքը եւ ավելի հստակ լինի մեր համար։ Գրված է եւ դուք առաջի համարից կոնկրետ սկսած 2-րդ գլուխ, եւ դուք, որ մեռած եք հանցանքների ու մեղքերի պատճառով, այսինքն նրանք, ովքեր որ անհավատներ են, դեռ չընդունած Հիսուս Քրիստոսին, չապաշխարած անձնավորությունների մասին է խոսքը, եւ ասում է ինչ, ասում է,
որոնց մեջ մի ժամանակ ընթանում եք այս աշխարհի սովորության համաձայն ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ Այսինքն ինչ է կատարվում։ Պողոս առաքյալը մեզ բացատրում է, որ ովքեր եք դուք առաջ եւ ինչ էր տեղի ունենում։ Անհավատը ենթակա էր սատանու աշխարհին եւ սատանու միջոցներին եւ սատանու համակարգին, եւ սատանան նրանց միջոցով էր աշխատում։ Այսինքն, երբ որ այստեղ գրում է, որ որոնց մեջ մի ժամանակ ընթանում եք, ովքեր եք դուք առաջ մինչև Հիսուսին ընդունելը, այս աշխարհի սովորության համաձայն, ապրելով այս աշխարհի կանոններին համաձայն, ըստ կամքի այն իշխանի, սատանու մասին է խոսքը, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ Ուրեմն սատանու հնարավորությունները, այդ հնարները, որը Պողոս առաքյալն է մեզ սովորեցնում 10-ից 13 համարների մեջ, կոնկրետ 11 համարի մեջ, որ գրած է սատանայի հնարներին դիմադրել, ուրեմն այդ հնարները սատանու միջոցն է։ Ուրեմն հարգելիներս, առաջի հերթին սատանեն իրական էակ է, գոյություն ունի եւ չպետք է մերժել նրան, այսինքն չընդունել, ժխտել նրա գոյությունը։ Բայց մենք գիտենք, որ սատանեն նա ինքը ստեղծագործություն է, Աստված չէ եւ պարզապես Աստծո զորությունը եւ ուժը չունի, բայց նա աշխատում է այս միջոցներով եւ աշխարհը նրան է ենթարկվում, աշխարհի համակարգը, երբ որ աշխարհ ենք ասում, այս համակարգի մասին է խոսքը, թե չէ Աստված է Տերը ամեն ինչի եւ նրա հսկողությունից դուրս ոչ մի բան չի կարող լինել։ Եվ դա մենք ինչպես գիտենք, եթե ուսումնասիրեք Հոբի գիրքը, կսովորեք, որ Աստված թույլ տվեց սատանուն, որ Հոբին փորձի։ Ուրեմն սատանան եւ իր իշխանությունը առանց Աստծու թույլատրության ոչ մի բան չեն կարող անել։ Սա է կարևոր հասկանալ։ Եվ ինչու։ Պարզ ասած, մի քիչ առաջ ինչ ասացինք, որ ընտրության համար, ազատ կամքի համար պետք է ընտրություն։ Եվ ընտրությունը չարի կամ ընտրությունը բարի ուղղությամբ։ Եվ այս պահին հասկանալի է մեր համար, որ ինչու Աստված չի ոչնչացրել սատանուն մինչ այսօր, որովհետև նպատակ է նա ծառայում եւ մարդկությանը, այսինքն տարբերակ է տրվում, կամ կընդունես Աստծուն, կամ կընդունես սատանային եւ կընդունես այս աշխարհը։ Եթե մենք նորից, այսինքն անդրադառնանք ավետարաններին եւ կարդանք օրինակի համար ուսումնասիրենք Սերմնացանի առակը, գիտենք, որ այնտեղ 4 հողի մասին է խոսում, 4 իրականության մասին, իրադարձության մասին։ Սերմը, որ ընկնում է ճանապարհի վրա, սաղր հողի վրա կամ տարբեր պայմաններում, որ ասենք խեղդվում է նա մոլախոտի մեջ կամ ընկնում է պարարտ հողի մեջ։ Ուրեմն տարբեր դրություններ, այսինքն տարբեր մարդիկ տարբեր ձևի են ընդունում։ Առաջի տարբերակը ճանապարհի վրա է ընկնում, այսինքն ընդհանրապես Աստծո խոսքը ոչ մի ձևով չի արմատավորվում, սերմանվում այդ մարդու սրտի մեջ։ Երկրորդ օրինակը տեսնում ենք, որ հողը սաղր է, որտեղ իրենց հավատքն է սաղր, դժվարությունները, որ գալիս է, նա լքում է հավատքը, թողնում գնում է։ Իսկ երրորդ տարբերակը կյանքի հոգսերը եւ ամեն ինչը եւ հայճույքները եւ այլն խեղդում է խոսքը, որովհետեւ մոլախոտի օրինակն է օգտագործվում այնտեղ, խեղդում է խոսքը եւ այդ մարդը հեռանում է հավատքից։ Իսկ նա, ով կայուն է եւ ընդունում է, այն մարդն է, ում սիրտը պատրաստ է ընդունել Աստծուն, սերմը, Աստծո խոսքը ընկնում է պարարտ հողի մեջ։ Եվ այդ պարարտ հողի մեջ է, որ նա պտուղ է տալի, արմատավորվում է, սնվում է Աստծո խոսքով եւ զորանում ու մեծանում եւ աճում է նրա հավատքը։ Ուրեմն հարգելիներս, սատանան այն իշխանությունն է այս աշխարհի, որ այս աշխարհի համակարգն է աշխատում։ Եվ նաև որտեղ մենք գիտենք դրա մասին, եթե մենք ուսումնասիրենք օրինակի համար առաջի նամակ Հովհաննեսի 5-րդ գլուխ 19 համարում եւ 4-րդ գլուխ 3-րդ համարում, կարող ենք տեսնել, թե Հովհաննես առաքյալը մեզ ինչ է սովորացնում դրա վերաբերյալ։ Հովհաննես առաքյալի առաջի նամակ, նորից շեշտեմ, 5-րդ գլուխ
19 համարի մեջ գրված է. գիտենք, որ Աստծուց ենք եւ ամբողջ աշխարհը չարի մեջ է։ Ուրեմն ամբողջ աշխարհը սատանու համակարգի եւ սատանու ազդեցության տակ է։ Երբ որ մենք լսում ենք երաժշտություն, որ անվայել բառեր են օգտագործում, երբ որ տեսնում ենք վայրագություն, երբ որ տեսնում ենք պղծություն, երբ որ տեսնում ենք բազմաթիվ կեղտոտ իրավիճակներ, անվայել Աստծուն հակառակ իրավիճակներ, պետք է հասկանանք, որ այդ ամեն ինչի աղբյուրը սատանան է։ Եվ սատանեն փորձում է Աստծու ամեն ինչը պղծել։ Փորձում է պղծել նա ընտանիքը, հավատքը, մարդու կնոջ հարաբերությունները, ով է տղամարդ, ով է կին, պատկերացրեք, հիմա բավականին մեծ խնդիրներ կա, սեռը չճանաչելու հետ կապված նույնիսկ, որ ամենատարական բաների մեջ սատանան գալիս է, մտցնում է պղծությունը, կասկածանքը, երկմտությունը եւ շեղում է մարդկանց Աստծու ճշմարիտ ուղղությունից։ Եվ ձեզ ասեմ նաև այս պահին, որ կարող է սատանան նույնիսկ հավատացյալին օգտագործել։ Գիտեք, դա հնարավոր է, այսինքն ինչպես։ Սատանեն ինքը օգտագործում է անհավատին, որովհետև հավատացյալի մեջ Սուրբ Հոգին է եւ Սուրբ ինքը չի կարող մտնել ու բնակվել այդ մարդկա հավատացյալի, իսկապես ապաշխարած, ճշմարիտ, արդարացած զավակ Հիսուս Քրիստոսով, վերստին ծնված եւ նոր մարդ դարձած հավատացյալին չի կարող նա մտնել ուղակի մարմինը զբաղեցնել, որովհետև Սուրբ Հոգին է զբաղեցնում նրա մարմինը, բայց կարող է մտքեր տալ, բայց կարող է տանել դեպի սադրանքների, բայց կարող է նա ուրիշների միջոցով այդ անձնավորությունը հավատացյալին իր հուներից հանել, իր ափերից հանել, կբերի դժվարություններ։ Ձեզ ասեմ, որ ամեն շաբաթ սերտողություն պատրաստելն էլ մեծ պատերազմ է, որովհետև ամեն մի տեխնիկական խնդիր, ամեն մի հարց, ամեն մի թարսություն, այսպես ասած, կատարվում է, որպեսզի արգելվի Աստծո խոսքը այս տաղավարի միջոցով, այս հնարավորության միջոցով մատուցել ժողովրդին, որպեսզի ժողովուրդը լսի եւ սովորի Աստծո խոսքը եւ հավատքի գա։ Սա է դժվարությունը, ամենահասարակ, ամենատարական բանի մեջ։ Եվ չհասկացող կամ դեռահաս հավատացյալը, այսինքն այն մարդը, որ նոր է ընդունել Հիսուսին եւ դեռ իմաստություն չունի, Աստծո խոսքին լավ չի ճանաչում, սատանեն կարող է նրան էլ գալ եւ փորձել։ Եվ քանի որ նա Աստծո խոսքը չգիտի, փորձ չունի հավատքի, նա չի հասկանում, թե սատանեն ով է, սատանան ինչ է փորձում անել եւ ընկնում է սատանու թակարդի մեջ։ Սա էլ է հնարավոր եւ հնարավոր է, որ վեճերել նույնիսկ առաջանա հավատացյալը հավատացյալի հետ, որովհետեւ չեն հասկանում, որ ամեն ինչի հետևում սատանեն է։ Եթե մի բանը գալիս է, որ փորձում է ստեղծել բաժանություն, խնդիրներ, պարզավոր դա սատանուց է։ Եվ եկեք ուսումնասիրենք հիմա 4-րդ գլուխը 3-րդ համար, տեսնենք այնտեղ ինչ է գրված նույն այս նամակի մեջ։ Աստծո խոսքը մեզ սովորացնում է, որ եւ ամեն հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին, Աստծուց չէ, դա ների հոգին է, որի մասին լսեցիք, թե գալիս է եւ հիմա արդեն աշխարհում է։ Ուրեմն հարգելիներս, այս ները հակաքրիստոսն է եւ հակաքրիստոսի հոգին այս աշխարհում է։ Բազմաթիվ ղեկավարներ եկել են այս աշխարհ, բազմաթիվ մարդիկ, որոնք տարել են մարդկանց դեպի կործանման, սպանության, եւ դրանք բոլորն էլ պատկանում են այդ ների հոգին։ Ասեմ հարգելիներս, որ ամեն ինչը քրիստոնյայի համար գոնե այդքան էլ վատ չի։ Հիմա մենք ներկայացրեցինք սատանուն, նրա սկզբաբանությունը, նա ով է, ինչ է եւ ինչպես է մոտենում, ինչպես է հարձակվում, ինչ գործ է անում, ինչպես է փորձում հավատացյալին ափերից հանել, հուներից հանել, տանել դեպի մեղքին, դա շեղել Աստծուց, տանել դեպի կործանման, բայց հավատանք մեր Տիրոջ զորությանը, հավատանք մեր Աստծուն, որտեղ լուծումը հենց մեր Տերն է, եւ անդրադառնալով մեր 3 համարներին, 10 համարը նորից ուսումնասիրեն, գրած է այսուհետև զորացեք, այսուհետև, հիմա ներկա պահին զորացեք,
Տիրոջով ու նրա զորության ուժով։ Ուրեմն Սատանուն եւ այս անտեսանելի իշխանությանը, չարի իշխանությանը հաղթահարելու համար մենք պետք է հասկանանք, որ ում պետք է դիմենք։ Առաջերտին դիմում ենք Աստծուն։ Առաջերտին մենք հավատում ենք մեր Տիրոջ զորության վրա, հավատում ենք մեր Տիրոջ զորության մեջ եւ հավատում ենք նրա ուժը եւ նրա կարողությունը, որ Աստված է, որ կարող է մեզ օգնել, որպեսզի պայքարենք ու կռվենք Սատանու դեմ։ Երկրորդ կետը գրած է. «Եվ Աստծու սպառազինությամբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք Սատանայի հնարներին դիմադրել»։ Նորից ենք անդրադառնում այս համարներին։ Մենք պետք է ընդունենք Տիրոջ սպառազինությունը։ Եկող շաբաթ կխոսենք այդ սպառազինության մասին, բայց ասեմ, որ մենք պետք է ընդունենք այնինչ որ Տերը մեզ տալիս է որպես զորության կամ մասերը, որը բաղկացած է այս սպառազինությունից, որը կսովորենք մենք, նորից եմ ասում, եկող շաբաթ 14 համարից սկսած, բայց դա պետք է մենք վերցնենք մեր վրա, որ կարողանանք կռվենք նրա դեմ։ Եվ վերջի մի քանի համարներն էլ գրված է, որովհետև մեր պատերազմը արյան եւ մարմնի դեմ չէ։ Սա էլ է կարևոր հասկանալ, որովհետև տես Պողոս առաքյալը մեզ ասում է, ինչ որ կատարվում է, հասկացեք ով է հետևում։ Ու դրա համար մենք այդ համարները, որ նշեցինք, որ Սատանեն ում միջոցով է գործում, ով է նա եւ ինչպես է անհավատ աշխարհը համակերպվել կամ իրականացնում եւ համապատասխան աշխատում Սատանու իշխանությանը եւ նրա համակարգին, ուրեմն մենք դրա համար Պողոս առաքյալը մեզ բացատրում է, որ ամեն ինչի յետևում Սատանեն է։ Իհարկե մենք մեղավոր ենք, իհարկե մենք ունակություն ունենք մեղ գործելու, իհարկե մենք ունակություն ունենք շեղվելու եւ գնալու դեպի մեր հաճույքներին, ոչ թե ճշմարտությանը, բայց այդ փորձությունը, բայց այդ հնարները, որի մասին որ Աստծո խոսքը խոսում է եւ մեզ բացատրում է, դա կատարվում է այս չարի իշխանության միջոցով։ Եվ վերջի կետն էլ ինչ է ասում, այլ իշխանությունների եւ պետությունների դեմ, այս խավար աշխարհիկ տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ, այս ուժի դեմ ենք մենք պայքարում։ Եվ այս ուժը բավականին մեծ խնդիրներ կբերի, կստեղծի խնդիրներ, որ եկեղեցի չկարողանաս գնաս, կստեղծի խնդիրներ ամուսնության մեջ, կստեղծի բազմաթիվ հարցեր անհավատների դեմ։ Երբ որ գալիս ես հավատքի եւ ընտանիքի անդամները չեն հավատում, միայն դու ես հավատում, իմացեք, որ Սատանեն կօգտագործի նույնիսկ ընտանիքի անդամներին իր ծրագիրը իրականացնելու համար։ Ամուսիններին, կանանց, երեխաներին, ծնողներին, պատկերացրեք բոլորին, աշխատավայրում, սովորական առօրյայում, խանութում կլինի, տարբեր տեղերում, եւ այդ ամեն ինչը կկատարվի, որպեսզի հավատացյալին Սատանան իր հուներից հանի եւ շեղի եւ տանի դեպի կործանման։ Ինչպես որ կարդացինք Պետրոսի առաջին նամակի մեջ, նա մռնչացող այռուցն է, որոնում է, շրջում է եւ փնտրում, թե ում կուլ կտա, թշնամին է նա։ Պետք է հասկանալ, թե նա ով է, բայց հույսը չպետք է կորցնենք, չպետք է մտածենք, որ Սատանեն Աստծուց ուժեղ է, եւ կան որոշ պատկերներ ինտերնետում, որ ցույց է տալի Սատանեն մարտնչում է Աստծու դեմ, հավասար ուժեր չեն պարզապես, եւ անհույս կերպով չպետք է մոտենալ։ Հասկացեք, որ ճշմարտությունը այն է, որ մեր Տերը ավելի հզոր է։ Նա ոչնչություն է Սատանան, արդեն պարտվել է, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկավ եւ մահը հաղթեց ու մեզ տվեց փրկության միջոց, որ ով որ հավատա Հիսուս Քրիստոսին, ով որ ապաշխարի, փրկվի, ճանաչի Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, կփրկվի, կարդարանա նա Հիսուս Քրիստոսի սուրբ այրունով, կսրբվի, կմաքրվի եւ Աստծու ընտանիքին կվերամիավորվի։ Այն խնդիրը եւ մեղքը, որ բաժանեց մեզ մեր Աստծուց, Էդեմի պարտեզում Հիսուսով կվերականգնվենք մենք մեր երկնավոր Հորը։ Եվ վերջի կետն էլ սա է, որ ասում է դրա համար Աստծո սպառազինությունը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով հաստատուն կանգնել։ Մենք կարող ենք իհարկե հաստատուն կանգնել։ Մենք չպետք է վախենանք թշնամուց։ Մենք չպետք է մտածենք, որ անհույս է, որ պարտված ենք, որ Սատանեն ավելի ուժեղ է։ Ինչու անեմ այս, որ թշնամին գա հարձակվի իմ վրա։ Ոչ, կռիվ է այս կյանքը, պայքար է այս կյանքը։ Եվ մինչև Հիսուսը երկրորդ անգամ չվերադառնա,
եւ հազարամյակը մենք ապրենք Հիսուս Քրիստոսով, այս պայքարը, այս պատերազմը շարունակվելու է։ Ուղղակի ճիշտ պատկերացումը ունեցեք, որ հավատքը ընդունում եք, որպեսզի փրկվեք, հավիտենականությունը մեր երկնավոր Հոր հետ մենք անցկացնենք, մեր Աստծու հետ անցկացնենք, Սուրբ Երրորդության հետ անցկացնենք, Հայր Որդի Սուրբ Հոգի։ Չպետք է մտածել, որ գիտեք ինչ, ունենք թշնամի, արի հեռու մնանք պայքարից։ Ունենք թշնամի, արի չբարկացնենք, արի մենք ավելի մեր հանգիստին նայենք եւ մի քիչ անենք ու շատ չմոտիկանանք։ Որ մեր ազգի մեջ այսպիսի հասկացողություն կա, չէ, որ ասում է հավատա, բայց մի խորացի։ Ձեր կարծիքով ով է այդ միտքը տվել, այդ հանճար միտքը, որ հավատա, բայց մի խորացի։ Պարզա, որ սատանան է, որովհետև սատանան անում է ամեն ինչ, որ մարդուն հեռացնի իր Աստծուց, իր արարչից։ Ուրեմն այսօր հարգելիներս, ձեզ խնդրեմ, որ լուրջ ընդունեք, ընդհանուր առմամբ եմ ասում, լուրջ ընդունեք հավատքի կյանքը, զգոն եղեք, պատրաստ եղեք եւ սովորեք Աստծո խոսքը, որպեսզի զինված լինեք հոգեվորապես։ Ձեր զենքը Աստծո խոսքն է եւ աղոթքն է, պայքարելով, աղոթելով եւ սովորելով եւ խնդրելով Տիրոջը, որ մեզ իմաստություն տա, որպեսզի զանազանենք մենք չարը բարիից եւ բոլոր իրադարձությունները։ Նորային ժամանակ մենք արդեն պատրաստ կլինենք եւ ավելի պատրաստակամ կլինենք պայքարելու ոսոխի դեմ։ Այս շաբաթ այսքանը, Տերը ձեզ օրհնի։ Ամեն։